այնտեղ ներկայացված քաղաքական ուժերը, ովքեր որ ներկայացնում են իրենց եւ հանդես են գալի որպես ընդդիմություն, այս պայդրությամբ, քանի որ ես դաշնակցությանը, որ պաշտոնապես դեռ դուք իշխանություն չեք։ Հետևաբար ես խորհուրդ կտայի, որ դուք գոնե միևնույն է այդ ձեր աջակցությունը իշխանության թեկտածույն կարիքը չկա, որովհետև պարոն Ջանգիրյանը գնաց, ինքը աջակցեց իշխանության թեկտածույն, մի բաներ հավելյալ գովեց իշխանության թեկտածույն, բարձ է, որ պարոն Ջանգիրյանը իր աջակցությունը ցուցաբերեց, հիմա թե դա ինչից ելնելով ցուցաբերեց, ես չեմ կարող ասել, բայց այդպես է։ Հիմա գոնե դուք միևնույն է ձեր աջակցությունը արդեն չկա, կողմի քվեարկեք այդ թեկնածուին։ Կարճ անդրադարձ կատարեմ, քանի որ հնչեց ազգանունս, նախ առաջին դեպքը չէ, երբ Տիկին Փոստանջյանը ակնհայտորեն կաղում է պարզ թվաբանությունից, ակնհայտ։ Երկրորդ, առաջին դեպքը չէ, երբ մարդուն արժևորելով ստանում ես պատասխան վիրավորանքի։ Ես չեմ պատրաստում Տիկին Փոստանջյան ձեր արտահայտած միտքը վերադարձնեմ ձեզ նույն ձևով։ Ավելին ասեմ, դուք անգամ այս պահին չգնահատեցիք մարդկանց արժանապատվությունը, թե այնտեղ նստած խոսում եք արժանապատվության մասին։ Դուք փորձում եք ձեր մրցակիցների հետ բանավիճել, օգտագործելով այլ անձի, երրորդ անձի։ Դա ոչ միայն արժանապատվությունից ցածր մոտեցում է, ես խորհուրդ կտամ ձեզ, ձեր խորհուրդները պահեք ձեզ եւ հետայսու էլ շարունակեք ձեր ակտիվ գործունեությունը, առանց անդրադառնալու որևէ այլ բանի։ Իսկ որևէ ձևով չի փոխվելու։ Հաջորդը Նարեկ Ալոյանն է, որպես եզրափակիչ ելույթով հանդես գա, խնդրեմ բանալը։ Իմ առաջին ելույթում ես ներկայացրեցի մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ իմ մոտեցումները